Փառք Հիսուսին, ես նորից Օսարո ջան շնորհակալություն հրավերի համար Տեր օրհնի շատ, ձեր հորը շատ լավ ընկեր է, շատ լավ հոր է, շատ լավ մարդ է, մի քիչ տարիքային հարաբերություն կա, բայց իմ շատ լավ ընկերն է, թույլ կտաս չէ՞ դա ասեմ։ Իմ շատ լավ ընկերն է, իր ընտանիքը ես իրան շատ սիրում եմ, իր ընտանիքը շատ սիրում եմ, ու շատ ուրախ եմ նորից Տեր օրհնի, շատ ուրախ եմ նորից գտնվելու այստեղ, գիտես ես հոգևոր ստեղ եմ, ինչ բառ օգտագործեմ, քարոզի խոսքի մեջ կայացել։ Փորձաշրջան չասեմ, բայց ստեղ սկսա քարոզչի ճանապարհի մեջ առաջին քայլերս դնեմ, որ համար հով Սարո ջան շնորհակալություն Տեր օրհնի, ես ամեն ստեղ գալուց ինձ լավ եմ զգում։ Իմ տունը կոչվում է Մոսկվան, ես հիմա ծառայում եմ Սոջիում, բայց ես գիտես որ այնտեղն է որ միշտ հաճելի է գնալ։ Տուն ունեմ, հիմա բնակվում Սոջիում, բայց այստեղ էլ միշտ հավեսով եմ գալիս, միշտ հավեսով։ Դրա համար փառքացում մենակ Սարոյի համար չեմ գալի, ձեր բոլորիդ համար եմ գալի նույնպես։ Իմ գորեցի, բայց ձեզ էլ շատ սիրում, աշխատողի շատ ուրախ եմ, որ ամեն գալուց փոփոխություն կա, ամեն գալուց անծանոթ մարդիկ կան, որի համար ինքան ուրախ եմ, թող Աստված օրհնի շատ։ Իմ անունը Վարազդատ է, ես ծառայում արդեն մի տարի պես Սոջիում, ես ուղարկել եմ Սոջիում ծառայության, այսօր կնոջս ու հրաշք երեխայիս հետ եմ, իմ երկու գեղեցկուների հետ։ Հրաշալի օր Հիսուսին ծառայելու, հրաշալի օր մի անգամ էլ Աստծով լցվելու, Աստծո խոսքով լցվելու, հրաշալի օր մի հնարավորություն ևս, որ այսօր մեր որակը մի քիչ փոխենք հոգևոր, համաձայն եք, չէ՞։ Ամեն։ Գիտես հոգևորն էլ որակ ունի, լսի, եթե աշխարհի ինչ-որ որակներ ունի, հոգևորի որակը, երբ որ մտնում ես այդ հոգևորի որակի մեջ, համատեղել չի, բայց աշխարհի մեջ իրեն որտե է հոգևորին լրիվ ստեղ։ Ամեն, ու լավ չի որ հոգևորը ստեղից կամաց իշում է, ուզում է հարմարվի աշխարհի մագարտակին, աշխարհի որակին, հա։ Շատ չեմ քեզի սպասեցնել տամ, քարոզի վերնագիր էսպես եմ գրել, արժեքը չկորցնես։ Գիտես մենք այնքան արժեքավոր ենք, այսպես ասեմ, լսի դու այնքան արժեքավոր ես, պատկերացրա այնքան արժեքավոր ես, որ Հիսուսը ոչ թե իմ համար է, անձամբ հենց քո համար, որ դու մտածում ես կարող է թողնի ինձ համար, կարող է առաջի շարքի, կարող է հովվի, չէ, հետևից ինձի, հենց դու կապ չունի հենց հիմա ոնց ես, երեք ինչ ես արել, հիմա այստեղ նստած ես, Հիսուսը հենց քո համար, այնքան յուրատուկ ես, եկավ ես աշխարհ, խաչվավ, արունը տվեց, որ քեզ ասի բալես, արժեքը բարձր բան։ Եթե մենք մեր արժեքներով մեր արժեքը զգացում ենք, Աստված եկավ ասես բարձրացնում են բալես, բայց նրանց հետո տալիս եմ քեզ պահի, հա? Որովհետև երկրի վրա Ադամին ստեղծեց Աստված, ճիշտ է, Եվային տվեց, ասես լսի, վայելեք ես երկիրը, ձեզ եմ տալի, ոչ խոսունի, ոչ իվան, պետք է վայելեն ուղղակի։ Չենք կարա, չեմ մենք լավի մի քիչ շուտ հարմարվենք, ոնց կլինի։ Մի անգամից ինչ ան, արժեքները գցին, Հիսուսը մի բաներ էր, Աստված մի բաներ էր, ասել, «Էն ծառին ձեր չտակ, ինչ գործ ունեք»։ Գնացին հենց ինալու այդ ծառին։ Երկար տարիներ հետո տարապատ, մարդիկ տարապանքի պատճառով եկան հասան նրան, որ Հիսուս եկավ զոհեց, որ մեր արժեքը բարձրացնի, որտեղ ընկել է մեր խելքով։ Ու գիտես ինչն է ցավալի, որ Հիսուսի խաչից հետո, մահից հետո շատ հաճախ մենք ինքներս նորից գիտակցաբար թե անգիտակցաբար նորից մեր արժեքները գցում ենք։ Ինչ որ էժան բաների պատճառով։ Իսկ դու արժեքավոր ես Տիրոջ համար։ Չգիտեմ կողքինիդ, ընտանիքիդ, գործի մեջ, աշխատանքի մեջ, ընկերների շրջապատում, դպրոցում որտեղ կլինես, ինչ ոլորտ ու ինչ բնագավառում ալի, չգիտեմ ինչքան են քեզ արժեքավորում կներես այս բառի համար։ Դու Հիսուսի համար ամենաարժեքավորն ես։ Դու Հիսուսի համար ամենաթանկն ես։ Դու միշտ տես նայ։ Ինչ այս շրջապատում ինչ կմտածի։ Ինչ ուզում ես մտածի։ Ինչ բան Հիսուսին, հա, դրա մասին մի փոքր հետո կխոսանք։ Գիտես մի համեմատություն եմ ուզում բերեմ քեզ։ Ինքը ոսկու մասին է խոսքը, բայց գրելիում կներես իմ ու մասին, հոգևորների մասին եմ խոսակ, ուրեմն ես ոսկերից չեմ, չգիտեմ ոսկու մասին Google-ով եմ նայել, ոսկու 4 տեսակ կա, կարող է շատ լինի, ես 4-ն եմ վերցրել, հա, 4 տեսակ կա, առաջինը այսպես է կոչվում, 375%, այսինքն 37% ոսկի է մեջ, մնացածը խառնուրդներ է։ Գիտես ինչն է հետաքրքիր, շարունակությունը չէր դրա, ասում է ինքը ժամանակի ընթացքում խամրում է, գույնը գցում է։ Նման է հոգևորների։ Մեզ հենց չտանք։ Մենք դեռ մեզ լավ լցված ենք Հիսուսով, փառքես, հալելույա, մի հատ թեթև խնդիր է գալի, մեկը մենք որ պետք է ասենք Հիսուս, ինչ Հիսուսը, լսված կնան որ ընկերս, որ բարեկամս, որ մեկը կարա իմ հարցերից, Հիսուսը խամրել է, արդեն շող կանգել դրել։ Արդեն արժեքը տնկավ։
Ես 37%-ի մասին շատ խոսամ, բայց չեմ ուզում։ Մենք այդ 10-ի չենք պատրանում։ Ամեն, ասում ամեն, 9%-ը։ Հեսա տենալի է որտեղ, հարց եսուսի։ Կա 575, 58% հանոցը, դա գրեթե 90% է աղտագործում։ Այդ է լավ ոսկիա, բան չեմ ասում, բայց դες ուղիղ կեսից մի քիչ շատ մնացածը խառնուրդ է, որ էլի չի կոչվում մաքուր ոսկի։ Որ էլի չի կոչվում մաքուր ոսկի, որ այդքան էլ սրտով չի։ Հաստատ քեզ 999 տան, մեկ էլ 375, հաստատ դու 375-ը չես վերցնում։ Որտեղ գիտես, այնի ավելի մաքուր է, այնի ավելի թանկարժեք է, այնի ավելի գնահատվում է։ Ու կա նաև 750-ը, 75%, մնացածը արծաթախառնում, պղինձախառնում եւ այլ։ Այսինքն ամեն մեկի մեջ խառնուրդներ կա, բայց դες ինչն է կարելի 37-ի ժամանակ խառնուրդ ավելի շատ է, գերակշիռ մասն է։ 575-ի շատ կես-կես է։ 750-ը արդեն դեռ մի քիչ կայացած հոգևոր է, մեկ-մեկ է սխալություն տալի կամ մեկ-մեկ է խավարը։ Մի հատ տոկոս կա, որ ուզում եմ այսօր բոլորս, եթե ինչ-որ քեյլերում ենք, ես էլ քո հետ գանք հասնենք 999։ Ամեն։ Գիտես, երկրագնդի վրա չկա 100%-անոց ոչ մի բան, որ իմանաս, ոչ մեկ չի կարող ասի 100%, ասում են 999 կամ 99 կամ, բայց 100 ոչ մեկ չի ասում։ Լսի, դու 100% արժեքավոր ես, դու 100% Հիսուս Քրիստոսի արյունով մաքրված էակ ես, 100%-անոց, ոչ թե մեր մոտ 99-ն, մի տոկոսը, դե Հիսուսը մտածեց կարող ես մի տոկոսը նավսյակի պահի մոտը չկա տենց բան։ Գիտես, ոսկու հետ եմ համատում, որտեղ ոսկին կոչվում է ազնիվ մետաղ, մենք էլ կոչվում ենք Աստծո ազնիվ ժողովուրդը։ Մենք մեր որակը չպետք է գցենք, մենք չպետք է թույլ տանք, որ մի բան մեր կյանքում խառնվի, համաձայն ես, գանք սա շորերը պերտոտան պիտի մաքրես, հոգևոր շորերի մասին եմ խոսում։ Դա հարց տամ քեզ։ Ես իմ ճաշակով կոկիկ հագնված եմ այստեղ։ Եթե շորից դրա մեծ լաքան էր, ես կամ չէի ելնի բեմ, կամ դիետինը կմտնեի, այստեղից այս կողմ չէի գա, համաձայն ես թե չէ։ Լավ, մարդիկ չէ, հասկանում ենք, միտք ունենք, հասկացողություն ունենք, կամա չէ, մարդիկ ինձ կանչել են եկել եմ հասել եմ ծառայության ձեր առաջ պիտի կանգնեմ եմ Աստծո առաջ ու կեղտո չէ, դժեն չի կարող մի հատ շոր բերել ինձ։ Այդ նույնը հոգևորներն են։ Երբ որ մենք կանգնում ենք Տիրոջ առաջ, կարող է մարմինը շորերը դրել մաքուր է, բայց Աստված հոգուն է նայում, նա սրտի մեջ տենա որտեղ է լաքիկը։ Դու բանես չես ամաչում, եկել ես կանգնել ես դնես, բայց լաքանելով։ Հալավ նոր ենք գալի 37% է հոգևոր մեր աստիճանը կներես։ Հալավ մի տարի, 2 տարի, 5 տարի, 10 տարի, հետո այդ տոկոսը չի բարձրացնելու մեր կյանքում։ Ոչ մեկ չի բարձրացնելու մեր կյանքում մեր արժեքը, բացի մենք ինքներիցս։ Հիսուսը մի անգամ եկավ, զոհեց իրան, արունը տվեց, այսօր էլ հաղորդություն ենք ընդունելու, կարող է շատ լավ հնարավորություն, որ մի հատ գիտես ինչ անենք, ասենք դեր կներես, թող հենց այսօր մի հատ 100%-անոց մեզի սարքի։ Այսօր կներես մինչև դռնից ներս մտնելը ինչ տար անգամ բերանցից դուրս եկել, որ գիտես մի հատ լաք է եկել բենզին, ներողություն եմ խնդրում, այսօր այնց օգնի, որ 100%-անոց առաջում անգամ։ Ամեն, գիտես, որտեղ լավ, մի հատ էլ օրինակ բերեմ, էլի։ Մեր եկեղեցում տենց ասեցինք, հետո ասեցի, որ ռաբոչի շորերով կեղտոտ էլի։ Հավսի շորին չես կարա, հավսի չես կարա, չէ՞ դաս գրկես, լաքան կպնել, գյոսար սիրում մակրոս սպիտակ շորին, չէ՞։ Ասի, բայց գիտես, երբ որ ընկերներ եք ելնում, երբ որ բարեկամ են, այդ հասին մի կողմ ես դնում, այդ ընկերներով էլ չես նայում ինքը, եթե շատ ես կարողացնում, այդ գրկում ես, ճիշտ է։ Այդ դու կգրկես, բայց դիմացին ինչ ցանկություն ունի, քեզ ուզում ա գրկի, թե չէ։ Դա ինքը սիրում մաքուր հագնված, դու ուզում ես, ինքն է քեզ այ կարող դել, ինքն էլ ուզում քեզ շատ գրկի, բայց գիտի որ գրկես կեղտոտվելու է։ Ինքն է տեղ ունի գնալ, օրինակն եմ ասում։ Լավ չի որ մենք իմ Հիսուսին կարողանանք ամեն անգամ ուզենանք գրկենք, առավել ևս, որ ինքը ուզում է մեզ գրկի, բայց ասում եմ բալես չգիտի որ հիմա գրկես, ախր խանգարում է, իմ ու քո մեջտեղը խանգարում է, դի լաքանները վերացնենք նոր կարող ենք գրկենք իրար։ Ամեն մեր կյանքում պետք է չեմ ասում է 100%-անոց են ռեշտակի թևերը, որ մեր ուսերի հետևից դուրս գա դեղի լողակներ գլխներից վրա, որտեղ քայլենք տնան ասեն սա հավատացյալ ասել դու։ Երկրի վրա ենք ապրում, երկրի վրա ապրելով պիտի օրինակ լինենք, պիտի օրինակ լինենք 100%-անոց որակը բարձր պահելու։ Ամեն երիտասարդներին կոչում, սիրելի երիտասարդներ ջան։ Ես էլ եմ երիտասարդ եղել, չնայած հիմա ինչ բան երիտասարդ եմ, չէ՞։ Լավ, ջան։ Գիտես, ներս բաժեցին համար։ Սիրելի երիտասարդներ ջան, իմ սխալը չկրկնեք։ Մինչև 21 տարեկանը աշխարհնացիկ է։ Գիտես, կոչվել եմ հավատացյալ, բայց ամաչել եմ։ Արժեքս գցել եմ ոտերիս տակ ներողություն հավատացյալներից համար, որ աշխարհին դուր գա, աշխարհին դուր չեմ եկել։ Հակառակը ծաղրել են շատ ժամանակ, համ հավատացյալ ես, համ մեր հետ հավասար սենց ես անում։
Երբ որ 21 տարեկանից հետո գիտակցաբար եկա Աստծուն, դրանից հետո արեցին ինձ ոնց որ իմ Աստծուն է հաճելի, չնայելով իրանց։ Հա մի անգամ բան ասեցի, երկու անգամ քննել բան բացեցի, երրորդ անգամ ծառեցի, չորրորդ անգամ արինից ոնց որ ես եմ անում։ Լսի, արժեքը բարձր պահի, թող իրանք ամաչեն։ Երկրորդ բանը, ես ու դու չպետք է ամաչենք աշխարհում սուրբ ապրելուց։ Մենք չպետք է ինչ-որ շրջապատում դիսկոմֆորտ առաջանա մեր մոտ աղոթելու համար հացից առաջ։ Այդ աշխարհը պետք է ամոթի, որ հացից առաջ Աստծուն չի գոհանում, որ այդ հացը Աստված է տալիս իրանց։ Մենք ոչ մի բանից չպետք է ամաչենք։ Դասի ոնց կարա հասարակ էլի հարցի վրա օրինակը բերեմ, էլի ինչի համար որտեղ մարդկության խորհրդանիշն է, ոնց կարա հարցանիքի ժամանակ հարց ամաչին է շատ սիրուն փայլուն մակուշորից, այնտեղ մեկը ռաբոչի իցար ճակաչորից այս դուխովկանի հարց ամոթանի ասես ինչ եմ հակել։ Абսուրդ է, չէ՞։ Կներես որ հարցի համար օրինակը բերեմ, բայց իրենք տղեր աղբերներն են, քուրիկներն են, մենք ինչից պիտի ամաչենք, որ Հիսուսին ենք հավատում, որ չենք գոհանում, որ չենք սուտ խոսում, որ հայրան չենք օգտագործում, որ մեր արժեքը բարձր է, բան դրան պետք է ամաչենք, ինչ ամեն շրջապատը sense չի մտածում։ Շրջապատի մեջ կարաս լույս դնես։ Կարանք մենք մեր շրջապատի մեջ լույս դնենք, կարանք մենք մտնենք մի տեղ, մեր տնալուց իրանք դիսկոմֆորտ ապրեն, ոչ թե մենք։ Իրանք վատը զգանացեն, բայ եկելա։ Դուք չխոսանեք ոչինչ։ Երկու անգամ դիսկոմֆորտ առաջանա մոդել, երրորդ անգամ ասել են, կրնի գարի մի շմոտիկ նստեն, կրնի ասես ոնց է այդպես, կրնի ասես ոնց ես մեզ կալին քեզ պահես։ Հաստատ իմացի գալու են։ Չփոխես, ոչ մի բան չփոխես, ոչ մի բան թույլ չտաս։ Կապ չունի, երիտասարդներին եմ ասում, սիրելի մեծեր ջան։ Ամենաուժեղ խնդիրը կներես որ ասում, բայց բամբասանքի մեջ ամենաուժեղ խնդիրը, ամենաուժեղ թե քուրիկներից է տղամարդկանց։ Մի թող արժեք գցի։ Ինչ որ բան կա, բացասական արժեքը կամ ասած, մի տոկոսով իջացնում։ Հələ ես 37-ից եմ ցույց, պատկերացնես 37-ից էլ իշի, դեռ իշք է մնա։ Ասա եղբայր, եկել ես, ասա Հիսուսը ձեզ սիրում է, չէ՞։ Եկել ես ինչի մասն ես խոսում, բայց այսօր դες այնքան դժվար է սիրելի երիտասարդներին ասի, բայց սիրելի մեծ մարդկանց դիմում էլի, մեծ հասակներ կամ ինձանից մեծերը լավ։ Ես այնքան ձեր կարիքը կա այս երկրի վրա։ Այնքան գնալով խավարում այն լույս այն օրինակը, որ երիտասարդները պիտի սովորեն։ Չկա հազվադեպ ամնացել։ Եթե ստեղել չունենանք այդ ամեն ինչը, ստեղել չբարձրացնենք Աստծո խոսքով մեր արժեքը, հա մեր սերունդը ինչ է տենալ։ Մեր սերունդի վրա ոնց ասենք, որ Հիսուս կա։ Ոնց ցույց տանք, ասելը սաղել ասում է։ Գիտես ինչքան մարդկանց հետ են խոսած, ասում են, դա հոգնել են այնքան են Հիսուս կա ուզում։ Հիսուս պետք է ցույց տա, ոնց որ մեր հոգորն ասում։ Հիսուս բոլորը կարող են խաղալ։ Աշխարհը այնքան է Աստծո մասին, ուզում է տենա մեր վարքով, մեր ապրելակերպով, մեր արարքներով։ Ամեն, ոչ թե այստեղ ամեն հալելույա ասենք, ելնենք դուս մեկը ոտս տորովի դեարի ասեն, երկու անգամ ավելի վատ։ Էջ։ Հոբ 23:10 Մինչև հոբի կարդամ հոբի կյանքից մի բան ասեմ, ուրեմն տես, հենց մեզ նեղություն է գալի, տես ինչ եմ ասենց, Աստուն առաջինը դնում ենք մի կողմ, լավ, եթե մի քիչ լավ հավատացել ենք, մի հատ ասակի աղոթքից նոր ենք դնում մի կողմ, որտես առաջին աղոթից ես հետո իմ հարցերը լուծեմ։ Հոբս էր եկել, եթե իմ հարցերը լուծեմ, Աստված ջան, գիտեմ որ կարաս, բայց ոչ իմ կյանքում, եկամ էլ ժամանակ չունես, երևի վրազա իմ հարցերը շուտ պետք է լուծվի։ Հոբը մի օրում 10 երեխեքին կորցրեց։ Հələ հարստության բանի մասին ընդհանրապես չեմ խոսում, դրանք ձեր մերոնի են։ 10 երեխան մի օրում կորցրեց։ Հարստությունը կորցրեց։ Այնքան վատ էր վիճակը, որ դրանից հետո մի հատ էլ հիվանդություն եկավ։ Մոխրի մեջ նստած մի հատ մոխրի կուսոկ էր վերցրել, սկսել էր իր վերջերը քորել։ Պատկերացա մի օրում մարդուն ոնց։ Դրա մեջ ոչ մեկը չի նկատել, դրա մեջ մի հատ տար անգամ դուրս ելավ ու արժեքը չկորցրեց այս մարդը։ Արժեքը չկորցրեց այս մարդը։ Մենք մոտ ելքան մի հատ 10-րդ տանք ու հաջորդ օրը մի հատ գործը ասեն խոսք են տվել, եկել ենք ուրախ 10-րդ ենք տվել, հաջորդ օրը գործը ասել են կներեք չի ստացվում, ոնց, Աստված ջան, բա 10-րդ դու խոսք ես տվել եւ հաջորդ օրը ավելի լավն է պատրաստած։ Հաջորդ օրը ավելի լավն է պատրաստած, մի վրացի, սպասի թող Տերը պատասխանի քո կյանքում։ Այդքանի մեջ դες հոբը, այդ ցավերի մեջ ինչ ասում է, Հոբ 23:10, սակայն նա գիտի իմ ճանապարհը։ Հոբ ասում Աստված իմ ճանապարհը գիտի, ասում է, ինձ փորձելից ես ոսկի նման դուրս կգամ։ Դες այդ մարդը տարապանքի մեջ ինչ ասում է, Աստված ինձ գիտի։ Սիրելի քուրս ու աղբերս, Աստված քեզ գիտի։ Բայց ես ու դու իրար կարող ենք մենք մեզ մի հատ հայրի չկա որ հայրի մեջ մանայինք
Մենք մեզ Աստված մեզ գիտի, չէ՞։ Աստված մեր բացասական կողմերից սկսելիս։ Հիմա հենց հիմա որ Աստված փորձի, ինչի նման ինձ դուրս գալ։ Քանի տոկոս ահնելու մեր ոսկին։ Քանի տոկոս։ Մարդը այնքան արդար էր, այնքան բարձր ասում է, պատկերացնում ես, կոպիտ ասած Աստծո անունից է խոսում, ասում է Աստված որ ինձ փորձի, հաստատ համոզված եմ, ես ոսկու նման եմ դուրս գալ։ Պատկերացնում ես հավատքի մարդու։ Պատասխանես մենակ հավատն է, մարդու ապրելակերպն է, մի անգամ չի թողել, որ արժեք ունի։ Չէ, ձեն չբարձրացնես, բայց մարդն տալիս։ Հիմա որ փորձես քանի տոկոս դուրս ես։ Արդյոք կարաս հոգի նման ասես, մի պատասխան, եթե քո համար եմ ուզում ասեմ, որ գիտեմ աստուն հետո դու մտածես։ Իրար հետ խնդիր ունի, եթե մտածելու ման։ Այդքան ասում դե ջան։ Քո առաջ չգիտեմ երբ եմ արժեքս գցել, ինչ արարքներով եմ գցել, բայց ուզում եմ վերականգնել։ Ու Աստված պատրաստ է վերականգնելու։ Շարունակում է 11-րդ գլխում, տես ինչ ասում, նորից, տես Աստված չի պատասխանել, չի օգնել, ոչ հիմա չի արել, տառապանքի մեջ նստած ասում է, շարունակում ասում է, նրա քայլումը պինդ է իմ ոտքը։ Այսինքն Աստծո ճանապարհի մեջ ոտերս պինդ է, ինչ ուզում անի, չեմ շարժվելու։ Ու ասում է, նրա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորվի։ Ես միշտ եմ սիրում ասել, Աստված 100% ճիշտ է, անկախ իրավիճակներից։ Կապ չունի մեր գլխում, մեր կյանքում, մեր իրավիճակներում ինչ է գալիս, ինչի մեջով ենք անցնում, հետաքրքիր հեշտ է, չէ՞ ասել, կապ չունի ինչ է գալիս, ես ինչ կորս ուզում ես ունեցի, ինչ դժբախտություն, ինչ անհաջողություն, ինչ փորձություն, ինչ հիվանդություն, Աստված ճիշտ է։ Աստված խնդիր չունի քո խնդիրը վերցնելու քեզանից։ Պրոստը մի քիչ ժամանակի հարց է, դու դրա մեջ կարաս արժեքդ բայս կոչվես նորից Աստծո մարդ, թե չէ։ Եթե մնում ես հոբի պես Աստված կրկնակի է տալու քո օգնությունը, եթե չէ կներես, ու մի քիչ սպասես։ Ամեն։ Այսի մեր արժեքը եթե, դες չեմ եկի ասեմ քո արժեքը ցածրական, մեր արժեքը ցածր է, ուզում ասեմ որ եթե հանկարծ մի տոկոսել այդ ժողովի արդեն խնդիր է։ Եթե արդեն խնդիր է։ Ինչի համար է խնդիր։ Սատանայի համար կարելի լույս է որ քեզանից կարասավ մի տոկոս բողանա, ուրեմն կարելի 99 բողանա։ Այդ դրա համար պիտի մի տոկոսն անգամ դու չտան։ 100%-անոց Աստծո զավակ։ Հիսուս Քրիստոսի անունով մաքրված։ Մի պատմություն կա Ղուկասում, գիտեմ որ շատ լավ գիտեք, բայց ունեմ մի հատ իրարել նայենք։ Ղուկասի ավետարանում է գրած 10-րդ գլուխ 30 խոսքից։ Ուրեմն Հիսուսին հավաքվում են, ասում են Հիսուսին հավաքվում են, ասում են ո՞ր է կոչվում լավ մարդ, բարի ընկեր, նա ասել է արժեքով մարդ ով է կոչվում, Հիսուս մատարի ջաների կասում է։ Ու առակը պատմություն է պատմում, ասում է Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. մի մարդ Երուսաղեմից իջնում էր երիքով եւ ողազակների ձեռքը ընկավ։ Նրանք էլ մերկացրին նրան եւ խոցոտեցին նրան, կիսամա թողեցին ու գնացին։ Մի հատ մարդ չի ասում հավատացել չի, կապ չունի, անցալուկ մեկը։ Տուն է դու հա։ Ողազակները վերցնում, ծեծում, ասում են գետին կիսամա թողում գնում են։ Էսի չի կարևոր, դե շարունակությունը։ Եվ դիպվածքով, այսինքն այդ ճանապարհով մի քահանա էր իջնում։ Իջնում նույն ճանապարհով եւ նրան տեսավ, անցավ։ Մի պա կանգնանք։ Քահանան ով այսօր սիրելի քուրս վախվեց։ Տիրոջ, երկրի ներկայացուցիչի երկրի վրա, այսինքն կարելի է ասել ես ու դու։ Դա ասենք հավատացել մարդ, քահանա ինչ կապ ունի հիմա կոչումը կամ պաշտոնը կամ ծառայական դիրքը։ Աստծո մարդ չէ, ով ինչ պիտի անել առաջինը։ Ազեր օգնություն ցույց տա, թե չէ։ Գիտես ասում է քահանան, որ եկեղեցում կանգնած ասում է, գիտեք մենք իրար պիտի սիրենք, Աստված ասում է որ պիտի սեր ցույց տաս, պիտի հոգատարություն եւ այլը, տենումա ու չի անում։ Գիտես ինչի նման է, ոնց որ ես դեից խոսամ արժեքի մասին, որ պիտի սեր տաս եւ այլը, հելնոդեն դու մեկը բացել ինձի խփի ասեմ, վիրավորական բառեր ասեմ, պատկերացնում ես չէ, համապատասխան ինչ է։ Նույն բանն է, ասում է քահանան ճանապարհով իջնում էր, տեսավ, անեսի չնկատեց, տեսավ կներեք 1000 անգամ, բանատեղ չդրեց գնաց, որովհետև ավելի կարևոր գործ ուներ, եթե եկեղեցուն քարոզեց, թե Աստված ինչքան ողորմած է ու մենք էլ պիտի ողորմած լինենք։ Ում է պետք։ Դրա համար Հիսուսը մի լավ բան ասում։ Հելաժողովն ասում է, քահանաների ասածները, մի բառերով ասում է, քահանաների ասածները լսեք, բայց իրանց արածի պես չանեք։ Լավ բան է, չի ասում է, իրանց ասածը լսեք, ճիշտ բան են ասում, բայց իրանք չեն անում։ Դուք լսեք, արեք, բայց իրանց արածի նման չանեք։ Այս մարդը գնաց թե եկեղեցուն քարոզում ասում է, ընկածի պիտի օգնես, չի որ Աստվածաշունչն ասում։ Ինքն է քարոզում ասում, ընկածի օգնես, ընկածի մաչի դնում, չէ, գնացի։ Վերևս ախ դնում։
վերևս աղ տենում է։ Դեսի Արթուր Սիմոնյանն էր ասել մի քանի տարի առաջ, բայց ես էլ եմ ուզում ասել, որ դու պատկերացնել ես։ Մեր հոս գոմերը լավ մի շատ լավ բան ասել դու այդել։ Ասում է, երբ որ մի բան ես ուզում անես ու նայես նրանց ոչ մեկ չի նայում որ անես, ուրեմն չպետք է անես։ Հիմա, եթե դու արթնանաս ու քո հետ որոշում կայացվի, որ 24 ժամ մի օր ինչ անես, դու կամերայի հետ վերահսկվում ես, հացուտելուց կաղոտ ես։ Դեսի են ընկացի կողով անդարբեջ ես, վերջի կողեկը կհանես մի խոսքով խելքից դուրս վարություն կանես, որ իրեկոնը հաստատ ռեժտակի տեղերը մեջիցդ կաճիլավ, ամենակիչը, որ կամերա։ Իսկ մենք ինչին ենք սովորել, որ մարդ չի տենում, ուրեմն կարելի անել։ Ես փոքր ժամանակ գիտեք ինչին եք հավատում, որ մտնում ես աջալի տակ, ուրեմն Աստված ինչ չի տենում։ Դե հիմա երեխա։ Ինչ իման, պաթոլոգից վերև, լավ, պաթոլոգի մեջ տենում, բայց որ աջալի քաշում վերջ չի տենում, վերջ։ Կամ մտնում են պահվա չի տենում։ Մեծացել ենք, բայց նույն բանն է դառնում, մենք մարդ չկա մեր արագ ենք անում, կապ չունի երկիրքը նայում է, թե չի նայում։ Դե նույն բանն է։ Այն վաղ երեխային ծիծաղալի է, բայց հիմա ում համար է ծիծաղալի։ Հենա սատանայի։ Ասում է քահանան անցավ հավատացյալ մարդը։ Հավատացյալ մարդ, ով տարիներով եկեղեցում է եղել, տարիներով Աստծո խոսք է խոսացել։ Անցավ բանատեղ չդրեց։ Ասում է նույնպես էլ մի ղերտացի։ Այնտեղ հասավ, եկավ եւ տեսավ, անցավ։ Դες ղերտացիները քահանական սեղից էլի կոչվում է հավատացյալ։ Երկար բառ չասեմ։ Էլի հոգևոր մայքն։ Դες երկրորդ հոգևորը, երկրորդ հավատացյալը եկավ, տեսավ, թողեց անցավ։ Արժեքավոր կորցնում են այստեղ։ Եվ մի սամարյացի էլ, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ եւ նրան տեսնելով գթաց, եւ նրա մոտ եկավ, նրա խոցերը փաթաթեց, վրան զետ եւ գինի ածելով, եւ իր անասունի վրա դրած տարավ նրան մինջևան եւ նրան հոգ տարավ։ Այդ արժեքավոր մարդ, դեսի Աստծո հետ կապ ունեցող մարդ էր։ Աստծո հետ աշխարհի մարդ, լավ մեր բարերով ասում, հա։ Շատ հաճախ անկեղծ եմ ասում, ես 10 քանի տարվա գիտակցաբար հոգևոր կյանքում աշխարհում չեմ ուզում ասեմ շատ հաճախ վատ այդպես ինչ, բայց աշխարհում ավելի բարի մարդիկ անցած հանդիպում կամ եկեղեցու կամ հավատացյալ դու չեմ ասում։ Որ գիտես հավատացյալը ասում ես իրանց բարություն կամ չգիտեմ, ոչ թե սպասես ինչ-որ բանով փոխի չեն, հասարակ բարություն, հասարակ խոսալու ձև, հասարակ վերաբերմունք, հասարակ պահվածքը, հասարակ հացուտելուց աղոթել, չկա աշխարհի մարդը ավելի լավ անում։ Հենա օրինակը բաց։ Երկու ծառայողներ եկան, անցան, ոսորատում են, որ չանցնեն առանցնելու։ Ես արժեքի մասին եմ խոսում։ Արժեքի մասին խոսում եմ, բայց արժեք չունի, պատկերացրեք ինչ վատ է։ Ես այս մարդկանց ոչ մեկ չի լսի ասել որ իմանաս։ Երբ որ բան ես ասում դրա համապատասխան չես ապրում, ես սկսել եմ 1-2 երրորդ արդեն դժվար է։ Գոնե պիտի փորձես դες ապրես, որ մարդկանց մոտ լսի։ Այս մարդը ոչ միայն եկավ օգնեց, ոչ միայն խոցերը փաթաթեց, ոչ միայն տարավ ինչ-որ ապահով տեղ, շարունակություն տես ինչ ասում, ասում է եւ հետեւյալ օրը, երբ որ այնտեղից դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ Իջևանի տիրոջը տվեց եւ ասեց նրան. հոգ տար դրան։ Եվ ինչ որ ավել ծախս անես, մյուս անգամ վերադառնես կվճարեմ քեզ։ Պատկերացնում ես մարդուն մակակակը, հավից անցնում է։ Ինձ ու քեզ կներես որ ասեմ ասում, սովորել բան ունի պես մարդուց։ Սովորել բան ունի։ Ամեն, դասի վերջո մենք ենք կոչվում լույս ես երկրի վրա։ Ամեն, Աստված ինչ ասում, Աստված ասում է, դուք երկրի լույսն եք։ Լույսը որտեղ են դնում սեղանի տակ, ճիշտ է։ Չէ։ Ապրել սեղանի վրա որ լույս կա։ Դասի լույսը քիչ է մնացել, ասեմ ավելին գնալով ավելի ամառում հենց մեր կյանքերում, հենց հավատացյալին։ Գիտես ինչի, սատանան ուժեղ ընկած է մեր լույսի հետևից։ Մեր լույս աշխարհի հետ չէ, աշխարհին արդեն հարմարված աշխարհ ապրում է։ Մեր հետևից հանգած որ լույսը խավարի։ Գիտես ինչի։ Ես փոքր էի հիշում, երբ որ յուրից վերադառնում եմ, համար այն հացակումները դիմենք գյուղ, չէ, Հայաստանում մոտ 20 տարի առաջ էր դիմում։ Այն ժամանակ ընդհանրապես լույսի խնդիր կար։ Մեքենայով եթում էի ու 4 տոննա մութ, ուղղակի մութ։ Եթե մի 10-15 կիլոմետր հետո լույս ենք գնում, դες լույսի նշան էր։ Մտածում ենք, եթե հանկարծ լույսի ուղղությամբ հետ համաձայն եք թե չէ։ Եթե հանկարծ Աստված չան դնում մեքենա եւ այլ լույսի ուղղությամբ գոնե կետան, գոնե լույս կա։ Մարդիկ պիտի մեր մեջ լույս կա։ Մարդիկ էս խավարի մեջ, երբ որ բոլորը նայեն անհույս վիճակում, պիտի ինձ ու քեզ տենա, կոմպանիի անդամը քեզ պիտի տենա։ Մենակ եկեղեցու չի որ պիտի լույս ունի ստերից։ Ամեն առաջինը մեր ընտանիքի մեջ իրական լույս պիտի ունի։ Ամեն։
հետո ընտանիքի, հետո ընկերների մեջ, հետո աշխատանքի մեջ, երկրի վրա ընդհանրապես աշխարհում պիտի լույս տի, որ մարդիկ լույս տենան, հուսով լցվեն։ Ինչ լույս այ երկրպայս, մենք ենք մեր խավարվելների, մենք ենք վախում, վարվարվա դամը չգիտեմ ինչ պետք է լինի, Հիսուս, իմ հորաց, ամեն հաց պատասխան Հիսուս համար։ Շարունակում է Հիսուսը 36-րդ խոսքից Ղուկաս 10։ Հիմա երեքից որն է երևում քեզ թե ընկեր է եղել այն ավազակների ձեռքը ընկած մարդին։ Նա էլ ասեց, նա, որ ողորմություն արավ նրան, եւ Հիսուսը ասեց նրան, գնա դու էլ այդպես արա։ Գիտես, այսօրվա խոսքը մի փոքր ձևափոխած, sense կասեմ, ողորմած է եղել։ Ողորմած է եղել։ Հիսուսը եկավ, մաքսիմալ տվեց, վերջում էլ բան չկար տալու, ճամփին տվեց գնաց։ Ասեց, գիտես ինչ ասեց, ասեց, ինձ նման եղեք։ Ոչ թե ավելցուկից ինչ որ մի բան տուր, այլ կարացի քեզանից փոքես 10 հետ Աստծո սրտով։ Կարացի այդ մայր մարդը հենց չի որ միլիարդատեր եկավ տեսավ, չէ, սովորական մեկն էր, եկավ անցավ դրից իր անասունի վրա ինքը ոտով գնաց։ Ինքը իրան ներողություն տվեց, մինչև իրենք իր անասունի վրա նստած։ Ինքը ինչա այդքան ճանապարհը ոտով գնաց, ինչա այդ մարդուն օգտակար է։ Ինչ ես կարծում, Աստծո սրտով էր, իհարկե Աստծո սրտով էր։ Ինչ ես կարծում, որի աղոթքն է Աստված լսում հիմա։ Այսինքն եթե հենց հիմա ներ, որի աղոթքը լսվեց Աստծուն, իհարկե երրորդի։ Ինչքան ուզում եք քահանան ու ղերտացին աղոթի։ Ինչ չեմ լսում։ Տենում եմ, բայց չեմ լսում։ Ոնց որ դուք հարեցիք ընեցել ձեզ։ Շարունակությունը Մատթեոս կներեք, Մատթեոս 25:42-46։ Որովհետև Հիսուսն է ասում։ Ինքան եմ սիրում այս տեղ ասում, որովհետև ես սովեցի, սովածացա, դուք չտվեցիք ինձ ուտել։ Ծարավեցի եւ ինձ չխմեցիք։ Օտար էի եւ ինձ մոտ չարակ, ինձ ձեզ մոտ չարակ, մերկ էի, ինձ չհագցրիք, հիվանդ եւ բանտի մեջ էի, ինձ չայցելեցիք։ Այն ժամանակ էլ նրանք կպատասխանեն եւ կասեն. Տեր, քեզ երբ տեսանք սոված կամ ծարավ կամ օտար կամ մերկ կամ հիվանդ կամ բանտի մեջ եւ քեզ ծառայություն չարինք։ Ինչ կներեք, բայց պրիմիտիվ է, չէ՞։ Այդքան Հիսուսը մարդկանց խոսում է, այսքանից որտեղ օրինակաբերում նորից մարդիկ չեն ասում։ Ու շարունակում ասում է, այն ժամանակ կպատասխանեն նրանց եւ կասեն. ճշմարիտ ասում եմ ձեզ, որտեղ այս փոքրերից մեկին չարիք, ինձ էլ չարիք։ Եվ սրանք կգնան հավիտենական տանջանքը, իսկ արդարները հավիտենական կյանք։ Ամեն։ Դες պարզ ասում է, քահանան ու ղերտացին կգնան Ես ասում, բայց Աստծո խոսքը ասում է, եթե ընկած ինչ օրտնեցի, ծոված ինչ կերակրեցի, եւ այլ, նոր թվարկեցի կարծած, ասում է, սրանք գնալ են հավիտենական տանջանքը։ Ասում է, բայց արդարները երրորդ մարդը որ կամենից օրտնեց, որ արժեքը բարձր պահեց իրար, որ չտրվեց ոչ մի բանի, ժամանակ ուներ չուներ չնայեց, ասես դա ինքն իմ օգնության կարիք ունի։ Գիտես այս աշխարհի վրա, ու շրջապատի մեջ ինչքան մարդ կա, որ հենց քո կարիք ունի։ Գիտես ինչի կարիք ունի, որ գոնե մի անգամ վերջի վերջո կարողանաս ասես, լսի Հիսուսը քեզ սիրում է։ Ես կարող եմ ուզել եմ ասեմ չեմ կարած։ Գիտես ինչքան սպասում է մարդ։ Ավելին ասեմ, գիտես ինչքան մարդ քո աղոթքի կարիք ունի։ Երբ որ մտնում ես քո սենյակ, սկսում ես քո կներես քո շահի համար Աստծուն աղոթել։ Մեկ էլ բարեկամների դիշի, ընկերների դիշի, որ հասկանում ես, որ գնում է արդեն վերջ։ Գնում է կործանման ճանապարհով։ Հիշի իրանք քո կարիք ունեն։ Դասի արժեքը կարծի բարձր պահես։ Արժեքը կարծի բարձր պահես, լուսավոր պահես վերջը։ Ամեն։ Տես Աստծո խոսքը ինչ ասում Եսայի գլխում։ Աստված ասում է ես Եսայի 13:12 ասում է ես մարդկանց ինձ ու քեզ սիրելիս։ Ինչ ժամանակվա մարդկանց չի ասում։ Հենց հիմա կարծում ես, հենց հիմա քեզ վերաբերում։ Ասում է ես մարդին մաքուր ոսկուց, այն 100%-ից, որ ասում էի 100% է, տես Աստված ինչ ասում։ Ասում է ես մարդուն մաքուր ոսկից ավելի պատվական պիտի անեմ եւ հողեն ոփի գանձերից։ Ասի որ մենք մտածում ենք կարանք արդար, մենք ասում Աստված ասում է դասի ես քեզ արդարից էլ արդար կորացնեմ։ Մենակ դուրս։ Մենակ դու դրա հանդեպ քայլ արա։ Մենակ դու ձգտի որ քո արժեքը պահես։ Ես քո կյանքում բան չեմ անում։ Ես պատրաստ եմ օգնելու, երբ որ դու մի քայլ անես դեպի ինձ։ Քայլը գիտես ո՞նց բարի լինի։ Ամեն բարի լինի սիրելիս։ Աստված բարձրացում, Հիսուսը բարձրացում, ինձ չկերակրեցիք, ծարավ էի չխմեցրեցիք, բանտում էի չայցելեցիք, հիվանդ էի, մերկ էի չհագցրեցիք, Աստված ջան բաղուր եք, մենք սա ասել ուզում ենք, չի Աստծուն անեն, մի հատ կողքին ինքարս անես։ Մի հատ կողքին ինքարս լավ վերաբերում ցույց տաս, տարու բան պետք չի դրել, որ
վերաբերում քեզ։ Հələ որ են որ քո հանդեպ մի հատ ոտը տրորում են, դու մի փորձ երկու անգամ տրորես։ Ասա ներում եմ քեզ։ Իսկ իմ էլ ասա, մի հատ գրքի։ Օրինակներ եմ սրանք բերում։ Կարաս անել, նո կարաս արժեքդ բարձր, բայց այդ վաղ Հիսուսը գա կողոտ կային։ Եփեսացիս 4-րդ գլուխ 27-ից 31-րդ խոսքերը։ Տես ինչ ասում։ Եվ տեղի չտակ սատանային։ Երկուսը տեղիք էին տվել սատանային։ Եկել էին տեսել էին, սատանասը էր ինչ գործում ես։ Ոնց որ հիմա այս երկրի մեջ է։ Գիտես ընկած մարդուն, որ արդեն կներես, բայց ռիսկը չեն կանում մոտիկանանք, որովհետև չգիտեն ինչ կարող է։ Լավ, հələ այդ մակարդակի չեմ ասում, բայց իրար հանդեպ այդ հարգանք է, հոգատարություն է, վերաբերմունքը բաց ունենանք, ասում տեղիք չտա սատանային ու շարունակում է։ Նա որ գողանում էր, թողել չգողանա, այլ մանավանդ աշխատի իր ձեռերով բարի գործելով, որ ունենա տալու պետք ունեցողի։ Էլի հիշենք մեր հորիգորի ասածը հորի ասում է, երբ որ տալիս ես իրոք է դենց նայել, երբ որ դու ինչ-որ մեկին բան ես տալի քեզ ստակած, ինքան ասի քեզ մարդ ես ու ինքան մագարդակ արժեքը բարձրանում է, բայց երբ որ քեզ են տալի, դե լավ ես, պրիատն է, իհարկե։ Մենք պիտի պարզ ասում է, աշխատի, որ դու տվող ես։ Այդ ժամանակ արժեքը բարձրանում, ոչ թե ստանալու ժամանակ։ Մի մտածի, սպասեմ տոնամով կլինի, եղի մեկը տվող, եղի մեկը հասնող, ոչ թե միշտ ով այն ձի հասնելու, հասնող եղի, ոչ թե սպասի, որ քեզ հասնի։ Ասում որ ունենա տալու պետք ունեցողի։ Ոչ մի գեշ խոսք։ Սկսած իրելի երիտասարդներ, հիմա տրագեդիա է արդեն քուրիկների բերաննա լծվել, սիրելի աղբերներ առավել ևս, ասում ոչ մի գեշ բառ, ոչ մի գեշ խոսք դուր չգա ձեր բերանից։ Բայց այն, որ բարի է շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին։ Ես երբեք շնորհք չեմ ստացել կողքից լսեմ, որ ինչ-որ մեկը սխալ բառերով է խոսում։ Հակառակը զզվանք առաջանում։ Լավ, սիրելի մարդ, սենց ասեմ, եթե մենք մարդ լինելով մեզ տհաճ է այդ ամեն ինչը լսելու, առավել ևս Սուրբ Աստված, ինչքան զզվելի է իր համար, առավել ևս որ լսում է իր շակերտավոր Սուրբ ժողովրդից, որը պիտի չլսեր։ Երբ որ լսում արժեքը դες որտեղ է հասել արդեն։ Իսկ մենք աշխատում ենք մեր արժեքը բարձր պահելու։ Մենք կարծում գիտես, մենք երկնքի դեսպաններն ենք այս երկրի վրա։ Ամեն մակարդակում պիտի մենք վեր պահենք մեր մակարդակը։ Հիսուսի անունն է, ասենց ասեմ, հա, որ ցույց տանք, որ մենք Հիսուսին հավատում ենք, դրա հիման վրա մեր արժեքը բարձր ենք պահում։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն եւ աղաղակ եւ հայհոյություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ։ Ամեն չարության հետ։ Փոքր բան չի ասում, գնա Պողոսի թղթերը կասած ինչքան բան ասում քեզանից հանի։ Կարող ես գրածներից մեջ, կարդացածներից մեջ քո այդ բնագավառին չկպամ, երևի, գնանք արդեն թող Աստված խփի, գնանք բացի կարդա, եթե ինչ-որ բան կա քո կյանքում փոխել, թող Աստված քեզ ասի, դու ինքդ փոխիր, թող Աստված էլ քո արժեքը բարձրացնի, որ հետո կարողանաս Աստծո առաջ պարզ ճակատով կանգնես ու աղոթես։ Ամեն։ Սենց գիտես, խնդրում եմ, որ ոտքի կանգնես, ես վերջացնում եմ։ Մենք այսօր հեսա հաղորդություն ենք ընդունելու, գիտես, ամեն հաղորդության օրերը շատ եմ սիրում։ Երևի արդեն մարդիկ հոգնել են, որ ես այդ մեր նախադասություն ասում, բայց ես հաղորդության օրերը առավել ևս շատ եմ սիրում։ Գիտես ինչի համար։ Եթե այստեղ կանգնած մենք հոգեպես սպասում ենք, որ Հիսուսը գա մեզ կպնի, Սուրբ Հոգու ներկայությունը լինի, այստեղ մենք ֆիզիկապես մեկ ենք դառնում Հիսուս Քրիստոսի մարմնի վայրում։ Պատկերացնում ես, ֆիզիկապես մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին հավատալով ու գիտակցելով, ասում ենք Տեր, դու ես Սուրբ Աստված, Փրկիչը, խնդրում եմ։ Ես ես ընդունել առաջին չեմ ասում, Տեր, հիվանդություն չունեի, մեղք չունեի, ոչ մի բան քո մեջ չկա, ընդունելով ես եմ ուզում տեսնել։ Եթե բաներ էլ կային, մի քանի տեղեր կետեր կա, որ լաքներ կա, որ անգամ ես չեմ տենում գուցե։ Աստծուն հայտնի է, որ երբ որ ընդունում Աստվածանից մարդ, ամեն, կապ չունի ինչքան ցեխոտ եմ եկել այստեղ։ Գիտես ինչն է կարևոր։ Կարևոր ստեղից մաքրված դուրս եմ գնալու թե չէ։ Լավ դուրս գնալն էլ էլի։ Ինչքանով Աստված պատրաստ է հենց այսօր մեզ մաքրի, բայց ինչքանով ենք պատրաստ ստեղից դուրս գալուց հետո այդ սիրուն մաքուր շնորհով ինձ պահենք։
արդեն մեր արածքի մասին է խոսքը, հա, մեր արտաքին տեսքի մասին չի։ Ինչքանով ենք պատրաստ, նա այսօր ինձ հիմա Հիսուսը հավատարիմ է, այսօր իր սուրբ արյունով մաքրի ինձ էլ քեզ է սիրելիս։ Ինչքանով ենք պատրաստ մեր արժեքը պահից վաղը, մեր շրջապատի մեջ, մեր ընկերների մեջ, մեր ընտանիքում։ Ինչքանով ենք պատրաստ։ Գիտես, չեմ ասում կամ նրան, որ այսօրվանից հետո գնում ես ոչ խոսալու ես ոչ ման, աշխարհի փակ ես մանգալու որ հանգած ոչ ման, չէ, դրա մասին չի խոսքը։ Ձգտի արժեքը տանելով բարձրացնել։ Ձգտի, երբ որ ձգտում ունենաս, անհնար է քո կյանքում փոփոխություն չլինի։ Անհնար է։ Երբ որ ձգտում չունես, ուղղակի կներ ես բարեսանդակ, իլայի ապրում ես, ամեն կիրակի գալու ես, գնալու ես, ամեն կիրակի գալու ես, գնալ կյանքում ոչ ման չի փոխվի, ասեմ առավել հայտնություն ասեմ, ավելի ապատանալու։ Որտեղ երկնքի այդ տունտունիկ ենք խաղում, գալիս ենք ցույց ենք տալի Իրանի մենք հավատացան ենք, այդ մենք դուրս տես մենք աշխարհի ինչ հավատացել, որտեղ Եկեղեցուց ոչ մեկ մեզ չի դնում, երկինքը տենում է քեզ սիրել։ Այսօրվանից եթե չգիտեիր քո վրա, իմ վրա էլ 24 ժամյա շուրջօրյա հսկողություն է դրված։ Ու ամեն վայրկյան գրում է հետո, մի քանի տարի հետո, սաղ մարդկության առաջ կներես բարեսանդակ, բայց ես ու դու կարող խայտարակ լինի, որտեղ ցույց են տալու մեր արածները, սաղի ցույց են տալու։ Հիմա ով ասում ամաչի, թե ով ասում պարզ կանում։ Հոբի նման ես ուզեմ կանում ասեմ, ինչ ուզեմ եք ցույց տվեք, ես կասկած չունեմ։ Ես ուզում եմ ընդեմ այդ մեկը։ Գիտես, ես այդ մեկը չեմ եկել են երկնքից հենց նոր չի եկել ես։ Ես էլ ձեր հետ գնում եմ ճանապարհով։ Դեռ ես ուզում եմ ամեն օր իմ որակը, իմ մակարդակը բարձրացնել առաջ։ Ամեն։ Փառք Հիսուսին, Աստված օրհնի քեզ շատ։ Թող Տիրոջ օրհնությունը լինի, ես չգիտեմ դու ինչ որոշում կայացնես, ես չեմ ուզում քեզ կոչանի, որ դու որոշում կայացնես, բայց աղբերական խորհուրդ եմ տալիս։ Հաղորդությունից առաջ մի հատ Տիրոջ հետ անկեղծ եղել, ինքը մեկ է, սենց թենես սրտի ծածուկը գիտի, որ քո կյանքում ոչ մեկ չգիտի այդ գաղտնիքը, քո այդ առակը, քո այդ սովորությունը, քո այդ կախվածությունը, քո այդ չգիտեմ ինչ-որ իրավիճակները Աստված գիտի գաղտնիք եմ ասում։ Իր հետ իսկ ինքն ազատող, կողքինը չի կարող քեզ ազատել, կողքինը չի կարող քեզ փոխի, կողքինը չի կարող քեզ հանի այդ իրավիճակից։ Մենակ Աստված, գնաս Տեր ջան, այստեղ որ դուք ասա Հիսուս ջան, այս հիշում ես ինչ որ ես ինչ բան արեցի, կամ ինչ որ ես ինչ բան մտածեցի, ես զգացի որ արժեքս կորած, խաղաղությունը գնաց, քո ներկայությունը գնաց, ինչ կանի, խնդրում եմ վերականգնի, որ այսօր մեզ հետո ինքն կա։ Ամեն։ Մենք վերջացնում ենք մենք մի հատ աղբեր ունենք, շատ թանկ աղբեր է։ Նոր է ինքը ասում գալի, դες ինչ ասեց, որ խոսում էինք, ինչ պատմեց, մի օրում ապաշխարեց սուրբ հոգով մկրվեց, հրաշալի աղբեր։ Ասում է, այն սկզբի ժամանակը ոչ մի չի հետաքրքրում, Աստծո սերը գրել էր, ասում է ուղղակի ինձ ոչ մի բան երկրագնդի վրա չի հետաքրքրում։ Ասում է ինձ ուզում էր լինել։ Թողել է, ինչ որ պահ մի քանի ամիս կորել էր, սենց ասեմ, հա, պաուզա էր տվել, դե իհարկե երբ որ մենք հետ ենք կանում, Աստված ասում է, բալես, ես ինտերը կանգնած եմ, դու ես գնաց։ Հետարի կմտնես ներկայության մեջ։ Փառք Աստծո, շատ ուժեղ աղբեր է եկեղեցում, բայց գիտես, ասում է ինձ եմ ուզում։ Դու ուզում ես գնալ Հիսուսի մոտ։ Ահա ես ուզում ես, գնալ Հիսուսի մոտ, ուզում ես արժեքը բարձր, բայց որ ով նայի քեզ մատնացության, ոչ թե ցնդած հավատացել, ասի, նայի, իսկականից կենթանի Աստծո ներկայացուցիչ ես երկրի վրա։ Գնալ Հիսուսի մոտ, Հիսուս դեր կանգնած է, դեր չի գնաց։ Մենք ենք Հիսուսին թողում, մտածում ենք Հիսուսը մեզանից հեռացել է, մեզ չի լսում։ Աստված միշտ լսում է մեզ։ Ուզում է մեր արժեքը, մեր որակը միշտ բարձր մակարդակի։ Ամեն։ Աստված օրհնի քեզ շատ